2026 թվականի մարտի 6-ին Նորարեշի բնակիչ Ռաֆի Մանդալյանը հրավար շշեր էր նետել ազգային անվտանգության ծառայության շենքի ուղղությամբ։ Ռաֆի Մանդալյանը դեպքից հետո կալանավորված է։ Արմդուր լրատվականը Նորարեշում է։ Զրուցելու կալանավորված Ռաֆի Մանդալյանի հոր Կարապետ Մանդալյանի հետ հասկանալու համար, թե ինչու վերջինիս որդին գնաց այդ քայլին։ Իսկ ինչ էր կատարվել մարտի 6-ին ժամը 19:00-ի սահմանների մոտ։ Համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես է 32-ամյա Ռաֆի Մանդալյանը հրավառնյութը նետում ազգային անվտանգության ծառայության շենքի վրա ու ցանկանում այն հրկիզել։ Հայտնել էինք, որ շենքի վրա նետվել էր մոլոտովի կոկտեյլ, հայտնի նաև որպես բենզինով պայթուցիկ, շշառումբ, աղքատի նռնակ, կրակային պայթուցիկ կամ պարզապես մոլոտով։ Անվանումն օգտագործվում է մի շարք ինքնաշեն հրդեհ առաջացնող պայթուցիկ նյութերի համար։ Ռաֆի Մանդալյանը դեպքից անմիջապես հետո կալանավորվեց եւ նրան մեղադրանք առաջադրվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով։ Ահաբեկչություն։ Ինչ է ասում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածը։ Պայթյուն, հրկիզում կամ այլ հանրավտանգ արար կատարելը կամ դրա իրական սպառնալիքը կամ շինություն կամ տրանսպորտային հաղորդակցության կամ կապի միջոց այլ հաղորդակցության ուղի զավթել կամ պահելը զուգորդված քաղաքացիական անձին կամ զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին ակտիվորեն չմասնակցող անձին կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու կամ այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է բնակչությանը կամ դրա առանձին խմբին ահաբեկելը, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, հանրային իշխանության ներկայացուցչին, պետական կամ հանրային ծառայողին կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչին կամ կազմակերպությունում ծառայող անձին որևէ արար կատարելուն կամ հանցավորի այլ պահանջը կատարելուն հարկադրելը, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ահաբեկչություն համարվող ցանկացած այլ արարք պատժվում է ազատազրկմամբ 8-ից 12 տարի ժամկետով։ Ինչու՞։ Ինչը դրդեց Ռաֆի Մանդալյանին գնալ այդ քայլին եւ արդյոք երիտասարդի հայրը արդարացնում է որդու գործողությունները, փորձելով հրկիզել ազգային անվտանգության ծառայության շենքը։ Ես չեմ կարծում, որ կարող եմ լիարժեք պատասխանել, թե պատճառն ինչն է եղել, բայց այն խոսակցությունները, որ մենք ունեցել ենք մինչև այդ, հիմնականում նրա կարծում եմ շարժառիթները եղել են մեր ժողովրդի իրոք անտարբերությունը երկրի եւ արտաքին քաղաքականության եւ ներքին քաղաքականության իր կարծիքով ոչ համահունչ ներկայիս միջազգային դեպքերին կապված Իրանի հետ կապված մյուս երկրների հետ կապված չեմ կարծում, որ ավելի դժվար, ավելի խոր է մտածված քայլեր իր կողմից։ Ուղղակի դա ասենք հոգու պորտկումով մի հատ բողոքի ակցիա, իմ կարծիքով, ոչ ավել, ոչ պակաս։ Ընդդեմ ոչ մեկի, նա առավել եւս իր պետության, այնքան որ սիրելով իր երկիրը, իր պետությունը։ Երիտասարդները շատերը աշխատում են, գնում են Ռուսաստան, ընդհանրապես մոռանում են այս երկիրը 5 տարի ինքը բարեհաջող աշխատել է, ապրել է այնտեղ նորմալ իր մասնագիտությամբ։ Ուղղակի սա իմ կարծիքով ինչ-որ պորտկում էր իր էմոցիաների, ոչ ավել։ Դուք իր այս քայլը արդարացնում եք կոնկրետ Չեմ արդարացնում, իհարկե չեմ արդարացնում։ Ինքն էլ հավանաբար արդեն չի արդարացնում։ Ինքը այն ժամանակ էլ ուղղակի հավանաբար ելք չի տեսել իր բողոքը արտահայտելու, ասենց ինչ որ ոնց ասեմ, նենց երևացող, հա, արտահայտելու իր էմոցիաները, իր պորտկումները, հավանաբար դա է եղել հիմնական պատճառը, ոչ մի պետության դեմ, մյուսի դեմ չի սա ուղղակի իր էմոցիաներն են եղել։
Պարզվում է Ռաֆի Մանդալյանը տևական ժամանակ Ռուսաստանում է գործունեություն ծավալել, մասնագիտությամբ անասնաբուժ էր, մոր կորուստը ծանր էր տարել։ Ինքը 21 թվականից Լենինգրադում ինքը մենակ աշխատել է այնտեղ անասնաբուժական կլինիկաներում, բավականին փորձ ձեռք բերեց, այդտեղ աշխատում էր, տարին մեկ անգամ գալիս էր, նոր տարուն, հետո եղավ իր մամայի մահը 22 թվականին, որը իր վրա շատ ազդեց։ Դրանից հետո մի քանի ամիսներ ինքը մի երկու ամիս եկավ մնաց, մինչև մոր 40-ը դուրս եկավ։ Դա գնում աշխատում էր, տարին մեկ-երկու անգամ գալիս էր։ Հետո այդ վերջի մի տարի ու կեսը ինքը անընդհատ որ ամեն օր մենք խոսում էինք, զանգում էր, պապ ինչա կատարվում երկրում։ 23 թվի Ղարաբաղի դատարկումը ինչա կատարվում։ Դե ասում է, տղա ջան, հիմա էս վիճակն է։ Ու իրան շատ նեղվում էր, որ ասում էր, նեղվում էր, որ հետո անցյալ տարի որ եկավ, մի 6 ամիս մնաց Երևանում, փորձեց մարդկանց հետ խոսալ, միասնություն, բան եւ այլն, հələ այն տարի եկավ, ժողովրդին միասնական սարքելու համար պետք է մի հատ մեծ մինչև այդ քոչարի պարելը ստեղ որ արեցին, հա, իր ասելուց եկավ մարդկանց եկեք մի շուրջ բարի խնդիր կազմակերպենք, ժողովուրդը միասնական դառնա, երկիրը ծաղկացնի, էս անի, այն անի, դե շատերի մոտ էդի ոնց որ սենց նայում էին այդ խոսքին, ոնց որ ասենք աբսուրդ էլի։ Դա ավելի շատ էր իրան ջղայնացնում, որ մարդիկ լուրջ չեն նայում, էլի ժողովրդի միասնությունը, միասնության մասին խոսացողները։ Իդեպ, դեպքից առաջ Ռաֆի Մանդալյանի հայրը մանրամասնում է, որ որդին հանդիպել է տարբեր կուսակցությունների հետ ու ավելի հիասթափված տուն է եկել։ Այլ կուսակցություններ էլ ուղղակի գնացել էր, ուղղակի ծանոթանա այդ մարդիկ ինչ են, ասենք, երկրի հետ կապված։ Ու այդ ամեն ինչից հետո իր մոտ մի հատ սենց որ խոսք էր բացվել, ինքը մի անգամ սենց եկավ ասեց, որ պապ ասեց, ոչ մեկ էս երկրի մասին չի մտածում, ասեց։ Ամեն մեկը իր կուսակցության մասին ասում է, ոնց որ այն ժամանակ 15 թվին, թե որ այն մի գյուղը ավերում էին, ասում են, բայց ուսում մնանք, ասում են, մեր այս գյուղին ձեր չտան, հա։ Սա ամեն մեկս մեր բանին խոսացել էր այդտենց, ավելի ճնշվել էր, նեղվել էր, անընդհատ ինքը բաներ անում, որ ոչ մեկին պետք չի, ասում էր, ես ուղղակի տեղա մարդիկ աշխատում են, փող են աշխատում։ Մարտի 6-ին, երբ Ռաֆի Մանդալյանը տանից դուրս էր եկել, հորը մեկ բան էր ասել, երեկոյան կզանգեմ, բայց հայրը տեսնելով, որ որդին չի զանգում, ինքն է զանգահարում որդուն։ Ինքը առավոտը արթնացել է, եկավ պաչեց, պապ ասեց իրիգունը կզանգեմ։ Ռավ ջան ասի ուր ես եթում, բա այդտեղ եմ եթում, պապ իրիգունը կզանգեմ, խաբար կանը։ Էդ էր, ժամը 7-ի կողմերն էր, զանգեցի, չպատասխանեց։ Ես արդեն պարկել էի 11-15 զանգ եկավ, թե սենց ես ես ինչ մարդն եմ, քնիշն եմ, հա, սենց բան արել Ռաֆին։ Ինչ։ Իսկ այդ շիշը բան տանիքը ոչինչ չեք նկատել։ Ոչ մի բան ինքը տունը չի արել, է դուրսն է վերցրել, է շիշն էլ, բենզինն էլ, ոչ մի բան։ Կալանավորված Ռաֆի Մանդալյանի հայրը չի արդարացնում որդու գործողությունները, բայց մտահոգում է մեկ հարց՝ հոդվածը ահաբեկչություն, որով իր որդուն ցանկանում են տանել պատժել։ Ինչ ահաբեկչություն, ով է ահաբեկվել, հարցեր է տալիս հայրը, չունենալով պատասխաններ։ Եթե դա ահաբեկչություն, հա, ահաբեկչությունը, իսկական ահաբեկչությունը, դրա բնութագիրը ո՞րն է։ Եկեք դրեք, նայենք, ում ահաբեկել։ Ում ահաբեկել։ Պետությանը, վայ այն պետությանը, եթե մի բենզինի շշով պետությանը կարաս ահաբեկես։ Ում։ Անվտանգության ծառայությանը, հա, մի շշով այդ ահաբեկչությունն է։
Ինչ ահաբեկչություն։ Ով ահաբեկվել։ Ինչ պահանջա ներկայացրել ահաբեկողը։ Ինչ որ բանի համար են անում, չէ, ահաբեկում են, պահանջներ են դնում, բան են վերցնում, զալոժնիկ են վերցնում, հա, ներկայացնում են իրանց պահանջները, ստեղ որն է ահաբեկչությունը։ Ազգային անվտանգության ծառայության շենքին ուղված։ Դե ազգային անվտանգության ծառայության շենքին առավել եւս նրանք ավելի պատրաստված մարդիկ են, որ պետք է որ չհաբեկվեին, էլի, Ռաֆիկի հալածով։ Լսել եմ, այսինքն այտենց ներկայացվել է, որ սպասելուց հետո նստել է այնտեղ շենքի դիմացը։ Սելա մարդ չի գալիս։ Դուրը բացել է, մտել է անվտանգության, բա ու ասել է, տղեր ջան, այս ձեր դեմ չի, չընդունեք սա որպես ձեր դեմ է։ Ես հենց առաջի օրը, որ ինձ զանգեցին գիշերը, ես գնացի շենքի մոտ, Այո։ Բարեկ էր կանգնած, մի հատ քաղաքացիական հագուստով մարդիկ էին մեքենաների մեջ, ես բարեկը մոտեցավ, նրան ասեց, որ այդ Ռաֆիի հայրն է եկել, մարդը մոտեցավ, ասի սենց, ինչն է, բաս, սենց բան, ասի ինչ է, ասեց ինքը արել է, դուրը բացել, մտել է ներս, ասել է մարդկանց, որ ես ոչ մեկի դեմ բան չունեմ, տղեր ջան, մի ընդունեք սա որպես այս շենքի բան, սա ուղղակի հաշվեք իմ բողոքի ակցիան է։ Սա ոչ պետության դեմ է, ոչ անվտանգության ծառայության դեմ է։ Գործողությունը զազրելի է, ես չեմ ընդունում։ Կոնկրետ այդ գործողությունը։ Սա է։ Ու ինքը մտել է շենք։ Հետո նոր կանչել են ոստիկանները իրան ուղեկցել են ինքը իմ ժողովրդին, իմ ազգին, իմ պետությանը, որ փորձեն լավ նայեն, այս երկիրը հենց այնպես չի հասել մեզ։ Ուղղակի պետք է բարեխիղճ այս երկիրը տիրություն անել։ Ոնց որ արդեն էլ ամեն մեկը մի էմոցիա ունի, իմ էմոցիաները։ Եթե այդ էմոցիաները համարվում է տերորիզմ, ինչ ասեմ։ Ուրեմն մեր օրենսգրքում ինչ որ բան է ինչի։ Իրավապահները դեպքից հետո խուզարկել են Ռաֆի Մանդալյանի հայրական տունը, տարել են հոր հեռախոսը, որդու համակարգիչը, նրա գրառումների գիրքը, բնակարան մուտք են գործել մոտ 20-ից 22 անց։ Կարծեմ քննչական վարչությունն ու ազգային անվտանգությունը համատեղ էր։ Դա արել են, ոչ մի բան չեն, այնքան բան չկար, որ իմ հեռախոսն էլ էին տարել։ Հին մի քանի հատ բաներ կային, կոտրված հեռախոսներ, բան, Ռաֆի համակարգիչը են տարել, թե չէ ուրիշ արտառոց, ինչ-որ բան, նույնիսկ ծուխ չկար, գունավոր։ Այդ իրերից ինչ որ Ռաֆի ձեռքում եղել էր, ոչինչ տանը չկար, հաստացի, չեն գտել։ Չէ, ոչ մի բան, այստեղ Ռաֆիի մոտ էլ, ինչքան ես հասկացա, եղել է իր հեռախոսը, եղել է իր անձնագիրը, ինչ-որ տետ էր, իր մտքերը գրած, այդ է եղել, ուրիշն հենց։ Տարել են այդ տետերը եւս տարել։ Հա, դա այդ բանում է, քննչականում է, երևի գործին կցած։ Մենք տարիներ շարունակ տարբեր երկրներում այդ ահաբեկիչներին էլ ենք տեսել, նրանց կատարած գործունեությունն էլ ենք տեսել։ Ուղղակի անհամեմատելի է, էլի ոնց կարաս, են էլ համարես ահաբեկչություն, են էլ համարես ահաբեկչություն։ Ես կխնդրեի, որ անաչառ լինեին, նային, իրոք իր գործողությունը համապատասխանում է այդ հոդվածին, 308 հոդվածին, համապատասխանում է, թե ոչ, իր ամբողջ իր կետերին։ Իմաստը որն է, եթե չի համապատասխանում, ընդհանուր վնասը կազմել է 25-26 հազար դրամ։
մարդկային ոչ մի վնաս չի եղել, պահանջներ չի ներկայացվել, այսինքն այն ինչը որ այդ հոդվածը ըստ կետերի, հա, պահանջում է, եթե չի կատարվել այդ հոդվածը իմաստը, գործողություն, հա, զազրելի գործողություն, բայց դա տերոր չի էլի, ես տենց եմ կարծում, թող իրավաբանները նայեն, արդյոք դա իրոք ահաբեկչություն է թե ոչ։ Փաստ է մեկ բան, որ Ռաֆի Մանդալյանը արդեն 2 ամիս է կալանքի տակ է, իսկ նախաքննական մարմինը օրերս երկարացրեց նա կալանքի ժամկետը։ Արդյոք կատարած արարքը կվերավորատվի եւ 32-ամյա երիտասարդին ահաբեկչության համար 12 տարվա ազատազրկման չեն տանի, թե այլ մեղադրանք կառաջադրվի, ցույց կտա քննությունը։